Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեփական ստորագրությամբ իրեն նշանակել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ղեկավար։ Բարձրագույն կրթության մասին օրենքի տակ է ստորագրել նախագահը, որով փաստացի իջիկ է դառնում Գիտությունների ազգային ակադեմիայի մասին առանձին մեծ օրենքը։ Գիտական կառույցը ոչ առևտրային կազմակերպությունից վերածվում է հիմնադրամի։ 3 տարի բազմաթիվ այսպես իբրև թե մշակումներ եւ այլնից հետո ընդունվեց խորհրդարանի քաղաքական մեծամասնության կողմից, որտեղ քաղաքական ընդդիմությունը եւ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը դեմ էին, որովհետեւ այնտեղ շատ արմատական եւ հակագիտական, հակազգային, հակաբուհական այսպես նախատեսումներ օրենքը այսպես բովանդակում։ Բացի այն, որ գիտնականների փոխարեն հանրապետության նախագահն է լինելու ակադեմիայի գլխավոր պաշտոնյան, կառույցի նախագահության 11 անդամներից 2-ին նշանակելու է կառավարությունը, իսկ ամբողջ կազմը հաստատելու է վարչապետը։ Կառավարությունը իր կոպիտ ասած իր քիթը խոթում է ուսումնական, գիտական, կրթական հաստատություններ։ Ես ասեմ, որ դա խնդրահարույց է դերևս 2020 թվականից։ Ինչի համար եմ ասում, որովհետև 2018 թվականին նոր կառավարությունը որ ձևավորվեց, նրա առաջին լոզունգներից մեկը այն էր, որ բուհերը, գիտական կազմակերպությունները պիտի ապաքաղաքականացնենք, որովհետև մինչև այդ մի քանի բուհերում հոգաբարձուների խորհրդի նախագահները քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ էին։ Վահագն Խաչատուրյանը 2022-ից ղեկավարում է նաև տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, բայց նա միակը չէ։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, մանկավարժականինը Ժաննա Անդրեասյանը, բժշկականինը կրթության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ակադեմիան վերջին խոշոր գիտական կառույցն էր, որտեղ ներկա չէր իշխող քաղաքական խմբակը, ընդգծում է Մխիթարյանը։ Նա եւ ակադեմիայի մի շարք անդամներ նոր օրենքը վիճարկում են նաև իրավական ճանապարհով։ Գիտնականներին օգնության է հասել Հայաստան խմբակցությունը։ Պատգամավորների ստորագրություններով հարցը հասել է սահմանադրական դատարան։ Որքան էլ այդ օրենքը թաքցնի, բայց այնուամենայնիվ իր ենթատեքստում մի կողմից Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման այսպես ենթատեքստը կար, շատ ակնհայտ ենթատեքստը եւ նաեւ բուհերի խոշորացման խնդիրը կար, ի վերջո իրենց մտքում ունենալով գիտությունների ներողություն բուհերի խոշորացման եւ ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիկ այդ ծրագիրը։ Հայցն ընդունվել է, լսումները սահմանադրական դատարանը սկսելու է այս տարվա սեպտեմբերին, տեղեկացրեց Գալստյանը։ Այս մասին իմանալուն պես պատգամավորը վերընթերցել է օրենքի նախագիծը եւ բազմաթիվ բացեր նկատել։ Մասնավորապես օրենքում չի հստակեցվում, թե ինչ ընթացակարգով է հանրապետության նախագահը ընտրվում ակադեմիայի նախագահ։ Միտեղ հաստատում կա, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը ընտրվում է 11 հոգանոց կազմից, որտեղ պիտի ակադեմիկոսներ լինեն, բայց այսօր գործող նախագահը բոլորովին էլ երկրի նախագահի մասին է խոսքը, բոլորովին էլ այսպես ասած ակադեմիկոս չի։ Մի խոսքով հերթական քաոսը։ Փոփոխությունները վերաբերում են նաև ակադեմիայի կազմին։ Եթե նախկինում ակադեմիան կարող էր ունենալ մինչև 100 ակադեմիկոս եւ մինչև 100 թղթակից անդամ, ապա այժմ ակադեմիկոսների եւ ասոցացված անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը։ Մխիթարյանը խնդրահարույց է համարում նաև տարիքային շեմի սահմանումը։ Նոր օրենքով 75 տարեկանից բարձր ակադեմիկոսներն ու մասնագետները չեն կարող շարունակել իրենց ակադեմիական գործունեությունը։ Արդեն գործել է այդ օրենքի այդ դրույթը եւ Պատմության ինստիտուտի տնօրենի 65 տարին լրանալուն պես նրան փոխարինեց ուրիշ մեկը, այսինքն նրան հանեցին աշխատանքից, բայց այդ դրույթն էլ ենք ամեն դեպքում սահմանադրական դատարանում վիճարկում, որովհետև դա ակնհայտ է, ասենք 65 կամ 75 տարին լրանալը որևէ ձևով մարդուն չպիտի առանձնացնի։ Փորձեցինք պարզաբանում ստանալ օրենքի նախագիծն առաջարկած բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Պատասխանատուները հրաժարվեցին հարցերին բանավոր պատասխանել, առաջարկեցին կամ գրավոր հարցում ուղարկել կամ դիմել հենց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան եւ Աշոտ Բարբարյան, ABC Media։